Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ դիմել է արդյոք Իրանը հումանիտար օգնության համար Հայաստանին, եթե ոչ, ապա պատրաստվում եք արդյոք ձեր նախաձեռնությամբ օգնություն ուղարկել հումանիտար Իրան։ Մյուս հարցը Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ նկարտումների մասին, ընդհանուր Երևանի տարբեր թաղամասերի եւ այլն, եւ դուք եւ ձեր թիմակիցները դա համարում եք Ադրբեջանի ներքին խոսույթ, նախագահի ներքին խոսույթ, ներքին լսարանին ուղղված եւ այլն։ Որքանով է դա ձեզ համար ընդունելի որպես այդպիսին, հաշվի առնելով խաղաղության օրակարգը եւ որն է ձեր ներքին խոսույթը ուղղված լսարանին որպես հակակշիռ հայկական լսարանին։ Ես դա չեմ համարում ներքին խոսույթ, ես դա համարում եմ շատ վտանգավոր process։ Եվ համարում եմ, որ այդ վտանգավոր process-ը մենք պետք է կառավարենք։ Եվ պետք է այդ process-ը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բայց ինչի մասին եմ խոսում։ Ինչ եմ ասում ես։ Արդեն 2 տարի է Հայաստանում ինչ եմ ասում։ Կառավարելու ենք առաջին հերթին process-ի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք, Արարատը մերն է, Բաքուն մերն է, բանը, Դադիվանքը մերն է, ասում ենք, որ Արցախը մերն է, ինչն է, ինչը իրենց պետք է սահմանափակի, հայլայն ձևով նույնը ասել։ Բայց կա նաև հակառակը, եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետք է սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։ Զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք, որ եւ դրա առաջին ամենակարևոր քայլը արված է խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, որտեղ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Եվ մենք այս հենքի վրա պետք է կառուցենք խաղաղություն, բայց այդ եմ ասում։ Իրականում ես ինչ խոսում եմ, հենց դրա մասին եմ խոսում։ Ինչ վերաբերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք ինքներս եթե տեսնենք, որ կա որևէ կարիք հումանիտար բնույթի, կրկնում եմ, հումանիտար բնույթի, որը մենք կարող ենք աջակցել, մենք կանենք այդ